Պարոն Մինասյան, Հռոմի ստատուտի վավերացման և դրան նախորդող գործընթացում իշխանությունները պնդում էին, որ այս ստատուտի վավերացման նպատակը այն է, որ միջազգային քրեական հանցագործությունները պատժվեն, դուք ասում էիք, որ սա քաղաքական նպատակներ ունի ու այսօր ունենք իրավիճակ, երբ ստատուտի վավերացումից շուրջ 1.5 տարի անց որևէ գործ միջազգային քրեական դատարանում չկա, ինչի հետևանք է սա։ Պարզ է, չէ, այն ժամանակ էլ ենք ասում, որ սա ընդամենը պատրվակ է, որ ներկայացում է իբր այդ հիմնավորումը, իրականում Հայաստանի գործող իշխանության հիմնական նպատակը սա օգտագործել գործիք սիրաշահելու արևմուտքին մի կողմից, մյուս կողմից սեփական իշխանությունը երաշխավորելու ինչ-որ ենթադրյալ մեխանիզմ։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ մենք կրկին ճիշտ դուրս եկանք, որտեղ այն ժամանակ հենց ասում էինք, որ եթե սա սրա շրջանակներում պետք է միջազգային քրեական դատարանում հարուցվեին գործեր Ալիևյան ռեժիմի դեմ, ընդհանուր ցեղասպանության հանցագործության համար պատժելու տեսակետից, առնվազն Հայաստանի իրավապահ պետք է հարուցված լինեին քրեական գործեր։ Ավելին մի քանի անգամ գլխավոր դատախազի, երբ որ հարցնում ենք այս գործերի մասին, նախորդ հաշվետվությունների ժամանակ, իրենք ասում էին, որ գործերը կան, բայց չեն կարող դա հրապարակայնացնել, որովհետև շատ նուրբ հարցեր կան եւ այլ եւ այլ։ Հիմա վերջերս, երբ որ արդեն հրապարակում է իշխանության մոտեցումները, որ համաձայնվել են Ադրբեջանի հետ կանչելու բոլոր տիպի հայցերը, նշանակում է նաև հենց այս ստատուտի վավերացման եւ դրա շրջանակներում ընձեռված հնարավորությունը նորից այս իշխանությունը հանձնում է Ադրբեջանին, զիջում է Ադրբեջանին։ Այսինքն հետեւաբար ստացվում է աբսուրդային իրավիճակ։ Ինչի վավերացրեցինք ստատուտը, եթե պիտի դրա տված գործիքը չկիրառենք, չօգտագործենք հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։ Պարոն Մինասյան, այս հայցերի հետ կանչը միջազգային դատարաններից, ինչպես նաև Հռոմի ստատուտի վավերացումից հետո որևէ գործընթաց չսկսելը ռեալ, ապա շնորհ քաղաքականության հետևանք է, թե ստեղծված իրավիճակի հետևանքը ինչն է էլի հանգեցնում, որ մենք այս զիջողական քաղաքականության մեջ ենք։ Իշխանությունների սեփական աթոռները պահելու ձգտումը, անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը ինչքան կվնասվի, Արցախը ինչպես կկորցնի, Արցախահայությանը ինչ վիճակում կհայտնվի, նրանց չի հետաքրքրում բացարձակ այդ ամենը, իրենց վարքագիծը դա է հենց ուշում։ Իրենց համար, իրենց առաջնորդող գաղափարախոսությունը աթոռիզմն է։ Աթոռին կպած մնալ այնքան ժամանակ, քան այդ հնարավորությունները ունեն վայելելու այդ աթոռից բխող իրենց արտոնությունները եւ անձեռնմխելիությունը։ Պարոն Մինասյան, այս համատեքստում կրկին երևի պետք է հիշել այն քննարկումը երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև, թե ով այդ աթոռին վերեց Նիկոլ Փաշինյանին, որ հիմա մտնել այդ քննարկումների դաշտ, որտեղ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ նիկոլիզմից ազատվելը եւ բոլորին հորդորում, խնդրում եւ կոչ եմ անում այս կենտրոնական հարցը չմեղել երկրորդ պլան։ Այնուամենայնիվ մի հարց ուզում եմ ես համատեքստում տալ, դուք կիսում եք երկրորդ նախագահի թիմակիցների այն մոտեցումը, որ Սերժ Սարգսյանը բերեց իշխանության։ Ինչու չեք մեկնաբանում։ Որևէ նման մեղադրանք փոխադարձ։ Պարոն Մինասյան, բայց չէ՞ որ նաև դաշնակցությունը այդ շրջանում քվեարկեց։ Հասկացա, որ ձեր հարցազրույցի հիմնական նպատակը դա էր, ոչ մի ստատուտի կապ չուներ։ Չէ, ես ստատուտի մասին պատասխանում եմ ձեզ, չեմ կիսում ոչ մի տեսակետ, որը կշեղի մեր հիմնական պայքարից։ Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, էլի չեք կիսում, բայց ինչու դաշնակցությունը այդ փուլում որոշեց Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Չեք կիսում։ Իսկ դուք այդ մթնոլորտը մոռացել եք։ Բայց այդ նույն մթնոլորտում ձեր պատգամավորներից Աղվան Վարդանյանը օրինակ դեմ քվեարկեց եւ անգամ խմբակցությունից հեռացվեց։ Եվ Աղվան Վարդանյանը ճիշտ էր։ Այսինքն բացառապես մթնոլորտն էր պատճառը, որ դաշնակցությունը որոշեց, ինչ մթնոլորտ էր, որ ինչ ինչ մթնոլորտ էր։ Ժողովրդի ճնշումներ պատճառը։ Իհարկե։ Այդ դեպքում ո՞նց ստացվեց, որ օրինակ
Սերժ Սարգսյանը իր որոշակի գործողություններով տեսականորեն Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, բայց Դաշնակցությունը պաշտոններ ստացավ հետ։ Տեսեք, հիմա դուք եզրահանգումներ եք անում ու փորձում եք Չէ, ուզում եմ հասկանալ, եթե բացառապես մթնոլորտն է խնդիրը։ Տեսեք, Դաշնակցությունը մինչև վերջին պահն էր հավատարիմ է մնացել մեր ծրագրերին, մեր գործողություններին, հայոց պետականության ամրապնման գաղափարներին։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, երբ որ մտանք համագործակցություն իր հետ, էլի նպատակն ու պահանջը դա է, որ Արցախը պաշտպանվի, միջազգային հարաբերություններում Հայաստանի հեղինակությունը չընկնի եւ Հայաստան ավելի ամրանա, բայց շատ կարճ ժամանակ հետո ինքը խախտեց իր այդ բոլոր խոստումները եւ հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերը եւ այլ եւ այլ։ Այս ամենը պայմանավորված մենք այլևս ամբողջ չունեինք եւ առաջին հենց ինքներս մենք եկինք հայտարարել, որ մենք դուրս ենք գալիս։ Հիմա վերել նորից քննարկման առարկա դարձնել այդ օրերի գործողությունները նշանակում է նորից շեղվել այսօրվա հիմնական թիրախից։ Հիմնական թիրախը այս աթոռիզմի գաղափարախոսի Նիկոլի հեռացումն է։ Ինչի եք դուք այս հիմնական թիրախը թողած նորից փորձում, չգիտեմ, ինձ համար որպես լրագրող դուք հիմա որպես լրագրող չեք նայել, հազար ներողություն էլի, դուք Հայաստանի քաղաքացի եք նայել։ Չէ, ես հարցերս ձեզ տալիս եմ որպես լրագրող եւ ես ասում եմ, դրա համար է, ի սկզբանե հարցնում եմ, դուք կիսում եք այդ մտահոգությունը, որ Սերժ Սարգսյանը բերեց իր ուղղակի կամ անուղղակի գործողություններով։ Ես եղել եմ Սերժ Սարգսյանի գլխավորած նախագահ որպես, կառավարության անդամ։ Ես եղել եմ նաև նախարար, երբ որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց, թեև կարճ ժամանակ տևեց այդ ամենը, ես երբեք չեմ նկատել նման որևէ վարքագիծ, սա իմ անձնական տեսակետն է եւ ես չեմ կիսում այդ մոտեցումը, որ ոնց ասեմ, որ դավադրապաշտության ինչ-որ մի տեսության շրջանակներում փորձ է արվում ներկայացնել մեր այսօրվա խեղճ վիճակը։ Մեր խեղճ վիճակը պայմանավորված է մեր կամքի, մեր վճռականության ոչ բավարար մակարդակով։ Եվ եթե ժողովրդի մեջ այդ կամքը մենք չկարողանանք միավորել, մենք շարունակելու ենք դատապարտված մնալ այս խեղճ վիճակի։ Սա է ամբողջ հարցը, ամբողջ խնդիրը եւ բոլոր այդ տիպի հարցերը, որոնք որ ունեն խմբերն իրար հետ, կարող են բարձել այս հարցը լուծելուց հետո։ Որևէ մեկին չի սահմանափակում տեսակետ արտահայտել, մոտեցում, բայց այսօր եթե գլխավոր խնդիրը այս չարիքներին հեռացնելն է, ընդ որում համահայկական համախմբվածության, ինչի ենք փորձում ինքներս մենք մեր մեջ այս գլխավոր խնդիրը թողած էլի տարաձայնություններ իրար մեջ գտնել, խնդրել, չգիտեմ, արտահայտվել։ Տեսեք, ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես ասում եմ, որ մեր գլխավոր խնդիրը սա է,